Հեռուստատեսությունը, մամուլն ու ռադիոն խճճվել են արագ զարգացող տեխնիկայի դարում։ Ավանդական այս ԼՄ-ների կողքին մեկ այլ բոլորովին նոր մրցակից է հայտնվել ինտերնետ հեռուստատեսությունը։ Ամեն առավոտ մեկ բաժակ սուրճի հետ շատերի համար անփոխարինելի ընկեր է դարձել ինտերնետը։ Օպերատիվությամբ աչքի ընկնող այս միջոցը փորձում է փոխարինել ավանդական լրատվամիջոցներին, հեռուստատեսությանը, թերթերին ու ռադիոյին։ Ավելի հաճախ լինում եմ հեռուստացույցի առջև, ինտերնետը ընկալում եմ որպես ինֆորմացիայի ստացման միջոց։ Հեռուստատեսություն ավելի քիչ եմ դիտում, քանի որ քիչ են այնպիսի հաղորդումները, որ կցանկանայի դիտել, ավելի հետաքրքիր հաղորդումներ շատ քիչ են։ Հիմնականում ժամանակս անցկացնում եմ ինտերնետի առջև։ Ինտերնետի գործ ունենք, հեռուստատեսությունը միշտ։ Դիտում եմ հեռուստատեսություն, մենակ լուրերն եմ նայում։ Գործնական առումով գործս ավելի շատ ինտերնետի հետ է, ուտես ժամանակ չի հասնում հեռուստացույցից։ Ինտերնետից գործի բնույթով։ Հեռուստատեսությունը Երբ որ բացատրություն եմ ուզում ստանալ, ինտերնետով եմ ստանում եւ շատ զարմանում եմ ամեն անգամ մեր այդ մեռնի տեխնիկա։ Առաջին հայացքից համաշխարհային սարդոստայինը երկրորդ պլան է մղում հեռուստատեսությանը։ Ընդամենը մի քանի տարի առաջ համացանցով կարելի էր միայն տեղեկություններ ստանալ այս կամ այն իրադարձության վերաբերյալ, նկարներ նայել կամ երգեր լսել։ Մինչդեռ հիմա հնարավոր է ռադիո լսել, անգամ հեռուստացույց դիտել։ Աշխարհում արդեն տենդենս է գտնում, որ բոլոր հեռուստատեսությունները դառնում են նաև վիրտուալ։ Մեզ մոտ դեռ այդ կրիտիկական կետին չենք հասել, որ մեր դիտողները ավելի շատ լինեն, բայց հույս ունեմ, որ մենք էլ ուղղակի եւս մի քար ենք ավելացնում նրան, որ վերջապես մեզ մոտ էլ այդ կուլտուրան, այդ մշակույթը ստեղծվի, որ մարդիկ ինտերնետով որսան իրենց լուրերը։ Այս տարի մեդիադաշտը համալրվեց նոր հեռուստատեսությամբ։ Սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության անկախության օրը Civitas հիմնադրամը մեկնարկեց նոր մեդիա նախագիծ Civilnet on-line հեռուստատեսությունը։ Civitas-ի տնօրեն Սալպի Ղազարյանը գտնում է, որ Civilnet այլընտրանք է հայկական մեդիադաշտում գործող այլ լրատվամիջոցներին, թե ոճով, թե բովանդակությամբ։ Civilnet-ի ուժեղ կողմերը հենց այնա, որ ինքը երիտասարդական է, նոր է, մենք մեր լրագրողների կեսը նույնիսկ իրենք մասնագետ լրագրողներ չեն, թե անդադ վերապատրաստվում են, բայց գալիս են տարբեր աշխարհներից, ասենք քաղաքագետ են կամ սոցիոլոգ են եւ այլն, ինչ իրենց օգնում է, որ խնդիրները շատ ավելի խորքային դիտեն։ Խնդիրներն ավելի խորքային ուսումնասիրելու հարցում Civilnet-ի լրագրողներին օգնում է հետազոտող թիմը։ Մեկ տասնյակից ավել մարդիկ ամեն ինչ անում են, որպեսզի մինչ նկարահանումը կարողանան լրագրողներին տրամադրել հետաքրքիր փաստեր, թվեր ու տոկոսներ։ Civilnet-ի կարգախոսն է ոչ թե ինչ, այլ ինչու։ Civilnet-ը փորձում է ցույց տալ հենց այդ ինչուն, եւ մեր գլխավոր նպատակը հենց դրանում է, չցույց տալ պարզապես միջոցառումը կամ պարզապես այն ինչ կատարվել է, այլ ասել ինչու է կատարվել կամ ինչու այդպես է կատարվել, հա, այդ ինչուն միշտ փորձում ենք պահպանել։ 2010 թվականի սեպտեմբերից Հայաստանում գործում է AM Media Production ընկերությանը պատկանող Web TV ինտերնետային հեռուստատեսությունը։ Web TV-ի նշանաբանն է հեռուստատեսություն ձեզ հետ ամենուր։ Web TV-ի տնօրեն Արայիկ Մանուկյանի կարծիքով այսօր ավանդական հեռուստատեսությունների հիմնական ժամանակը տրամադրված է ցածրորակ ժամանցին եւ սերիալներին։ Դա է պատճառը, որ իրենք որոշեցին ստեղծել հասարակական մշակութային ինտերնետ հեռուստատեսություն։ Մենք որոշեցինք անդրադառնալ վավերագրական կինոյին, որոշեցինք անդրադառնալ գրականությանը, որը ընդհանրապես որևէ մեկը դրան չի անդրադառնում, համարելով, որ սխալ համարելով, որ դրա պահանջարկը չկա։ Հայաստանյան ինտերնետ հասարակության համար գործող այս երկու on-line հեռուստաընկերությունները տարբեր ուղղվածություններ ունեն։ Եթե Civilnet-ը իր բնույթով տեղեկատվական լրատվամիջոց է, ապա Web TV-ն իր դիտողներին առաջարկում է հիմնականում մշակութային հաղորդումներ։ Երկուսն էլ ամեն ինչ անում են, որպեսզի իրենց տեսակի մեջ լինեն առաջինը։ Մենք Հայաստանում անցկացրել ենք առաջին on-line կինոփառատոնը եւ մեզանից հետո շատ հետաքրքիր էր, որ on-line կինոփառատոն անցկացրեց նաեւ YouTube-ը։ Իհարկե չեմ ուզում ասել մեզանից հետո, որտեղ մենք շատ փոքր ենք դրա համար, բայց հետաքրքիր էր, որ գաղափարը նաև առաջացել էր իրենց մոտ, իհարկե շատ մեծ մրցանակային ֆոնդով, ի տարբերություն մեզ, մենք անցկացրեցինք կինոփառատոն, որը շատ մեծ հաջողություն ունեցավ։ Մենք ցուցադրեցինք 49 ֆիլմ եւ այդ 49 ֆիլմը դիտեցին մոտ 52,000 մարդ դիտեց։
պատահական չէ, որ նաև մեր եթերում ակտիվիստներին մենք շատ ենք տեղ տրամադրում, ինչու՞ չէ հենց Մաշտոցի այգին, որը այս բայդրությամբ ամենաակտուալ խնդիրն է, ասենք հեռուստացույցով շատ քիչ դեպքերում կտեսնեք ակտիվիստներին կամ կտեսնեք քչացված տարբերակը իրենց ակցիաների եւ այլն, իսկ մենք ընդհակառակը մենք լայվ սթրիմ ենք տալիս, հենց տեղում եթեր ենք ապահովում, որպեսզի մարդիկ անմիջապես տեսնեն ինչ է կատարվում եւ օբյեկտիվ տեսնեն։ Հայաստանյան ինտերնետային հեռուստատեսություններն ամեն ինչ անում են, որպեսզի կարողանան արդարացնել իրենց դիտողների սպասումները։ Նրանցից յուրաքանչյուրը ընդգծելով իր ուղղվածությունը փորձում է օգնել հասարակությանը, իրականացնել լրագրության կարևոր գործառույթները, տեղեկացնել, կրթել, կազմակերպել որակյալ ժամանց։